այո։ Okay. Սիրելիներ, ահա ցեզի հետ ենք Կանադայի վանացային ցանասպյուրեն արցանցի վրայով մեր հայկական քիրքերու մդաշար հայրաքիրը։ Ինչպես միշտ գուլուսապանվինք մեր հայկական մշակույթներու, խմբակիրներու, երաժիշտ հորիներներու, ֆիլմ արտադրողներու, դերասաններու եւ հազարավոր անձնավորություններու հետ զրուցելով գսորվինք շատ մնյութեր եւ գծանոթանանք եւ գծանոթացնենք մեր գայքեչով կամ մեր գայքետոջ մեր այսօրվան ցայնասպիրով ինչպես նաեւ զեդեղելով թիմատիտրի վրա եւ YouTube-ի վրայով այսօր ուրեմն սիրելիներ մենք պիտի հյուրին գալենք հայ մշակույթի ուսուցիչ, հրաբարագիչ, մատինակետ, թարգմանիչ, քրող, պատմապան եւ ասկային հասարակած կորձիչ բարոն Հոսեփ Նալբանդյանը Լոս Անջելեսեն։ Բարի եկածեք, բարոն Նալբանդյան։ Շնորհակալ եմ Դիգին Արաքսի եւ շատ ուրախ եմ, որ ինձից այս ծրագիրով ընդունեցիք եւ ելույթ կունենանք։ Նմանապես ես։ Բարի եկածեք, բարոն Նալբանդյան Հոսեփ, բավական երկար ժամանակ է վեր մտածած էինք այս զրույցը, բայց անշուշտ դոնական շրջանը լալով արիթը չունեցանք, մինչև այսօրս անհամբեր վանացայինի ունգընտիրները եւ ագընտիրները կսպասեն ծեր մեր նաղանտավորանց նավորությունը, որ գփովանտագե հազարավոր հայկական քիրքերու կորձինոյություն։ Նախքան մեր սկսիլը հագիրճ ամփոփ դեղեցումը ծեր մասին, ով է Հոսեփ Նալբանդյանը, որբեսի մեր Կանադայի վանացայինի ունգընտիրները եւ ագընտիրները եւ այլ երկիրներեն արցանցի վրայով թիդելով եւ լսելով ավելի մոդեն ծանոթանան մեր հյուրը քրող պատմապան Հոսեփ Նալբանդյանը։ Հրամեցեք։ Սիրով Հովսեփ Նալբանդյան անհատապես ես ծնած եմ Հալեբ քաղաքը 1958 թվականին մեծած եմ Հալեբի այդ ասկաշունչ հայրենասեր միջավայրի եւ մթնոլորտի մեջ ծնողներս Ներսես եւ Անահիս Նալբանդյանները չափազանց հայրենասեր ասկասեր մարդիկ էին մեր դունի մեջ եթե գիշեք ժամանակին հատ մեծ սկավառակները կար Այո, այդ այո։ սկավառակները մեր դունը Անուշ օպերան Դավիթ Բեգը Արամ Խաչատրյանի երաժշտությունը ամեն շաբաթ նվազագույն 3-4 օր կնվագվեր հետևաբար իմ երաժշտության հանդեպ 1000% սերը այդտեղեն արտնցավ անշուշտ հայրենասիրությունը եւ ասկասիրությունը իրեն հերթին ծնողներս հայրս եւ մայրս հայ դպրոցին եւ հայ ակումբին նվիրված անձնավորություններ էին 40-45 տարի ափսոս որ այսօր իրենց կատարած գործին մեծ մասը չի գա զերո դարձած է եկավ Դժբախտաբար, իմ դժբախտ։ երիտասարդության 18-19 տարեկանս եւ չգրծա եղբորս պես փախուստ տալ եւ զինվորակրվեցա սուրիական բանակին ծառայեցի 2 տարի 10 ամիս եւ 1 շաբաթ վիրավորված եմ 11 տեղը հազիվ ազատած եմ եւ այդտեղ զինվորության մեջ որոշեցի որ ես բարձակույն ուսումս պիտի շարունակեմ եւ որ արձակվեցա զինվորութենեն դժբախտաբար ժամանակը հոկտեմբերի վերջն էր չէի գնար թուղթերը լրացնել արդեն սկսած էր ուսումնական տարին Այ, թիմեցի հաջորդ տարին եւ ընդունվեցա Երևանի Պետական համալսարանի հայկական բանասիրական ջյուղը որ բարձր վարկանիշով ավարտած եմ դիպլոմս եղած է Հակոբ Պարոնյանի ասկային ճոճեր ու ստեղծագործական պատմությունը որ ինչպես այդտեղին 5-ի վրա 5 ստացած եմ եւ նշանավոր քրագանակետ Հրանտ Թամրազյանը կանխակուշակած էր իմ աբակայի մշակութային գործունեությանս պատկերը այ, իսկ առաջին դասախոսս նշանավոր պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը որ հավանաբար լսած եք ինքն էր իմ լույս հանրագիտակներուս կնքահայրը ինքն էր առաջին իմացողը իմ հորմես առաջ իմացավ ինքը եւ 1987 թվականի հոկտեմբերին իր սենյակը հրավիրելով օրտնեց աշխատանքս եւ մեկ բան ասավ ես իրեն ասածը գրած եմ դպված է թե թերթերու մեջ թե քիրքի մեջ Հոսեփ ասավ ամոթ քեզի եթե սպիրկ երթաս դու կարողություններ ունիս պետք է քու կարողություններդ
հայ մշակույթը տարածելու քիրքի միջոցով հայ մշակույթը բազմացնելու ծառայեցնես եւ ես այդ օրվնե ուխտածեմ եւ կգարձեմ որ ուխտիս տերն եմ եւ վերադարձա Հալեբ 89 թվականին 1989 Որ մեկ թվականին տվականին ցկեցիք Հալեբը առաջին անգամ լալով առաջին անգամ լալով 1984-ին 6 տարի 84 ուսանած եմ Հայաստան այո 89-ին վերադարձա Գելիգյան Ջեմարանի հայկական նյութերու պատասխանատուն եղա հիմա եթե ասեմ տասաժամերս պիտի զարմանաք Ամերիկայի մեջ այդպիսի բան չի գա կարծեմ Կանադայի մեջ չի գա որ մեկ ուսուցիչ առանցինը 6 տասարանի 34 տասաժամ դա վաու 34 տասաժամ այո եւ բավական գողքնեի բայց կթիմանայի քանի որ ավելի երիտասարդ էինք այդ ժամանակ եւ որ Եգիպտոս կացի արցակուրտի մի քանի շաբաթով Եգիպտոս Ալեքսանդրիայի Բողոսյան ասկային վարժարանի խնամակալ մարմնի անդամներն մեկը Դիգին Մայդա Ջրջրյանը իմ ասկականս է սա որ մենք հայերենի ուսուցիչի պետք ունենք եթե քեզի հրավիրենք կմնաս եւ այդպիսով ես այդտեղ մնացի 2 տարի Եգիպտոս մնացի ամբողջ ծրագիրը փոխեցի հայկական լալգան ծրագիր ունեին ամբողջ փոխեցի եւ 8 9 10 11 դասարաններու հայերենի ուսուցիչ եղա վերադարձա Հալեբ վերադարձա քանի որ ինձ լուր գրգած են որ Մեսոպյան ասկային վարժարանը դնորենի գարիք ունի եթե գուզես վերադարձա եւ Մեսոպյան ասկային վարժարանի դնորեն եղա մոտ 10-11 ամիս դժբախտաբար եթե գիշեք 2013-ին առաջին զարնված քանտված դբրոցը այդ դբրոցն էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այո շրջապագի մեջ այո Ուրեմն 90 ուրեմն խոսքդ մեղրով գդրեմ ուրեմն իմ հարցումս պիտի լատե հիշած էիք թե հայրը դբարան ուներ ուրեմն այդ մտավորումը ցեզի կաչալերեց որբեսի քիրք կրեք որով ցեր նախասիրություններն էր գերտար տեբի քիր եւ քրագանություն եւ ինչ եւ այո երազանքներ արկենից բացադրեցիք եւ խոսեցաք հրամեցեք այո, Հալեբ դբարանը շատ մեծ ազդեցություն ունեցած այն վրաս, այո դժբախտաբար այդ միջավայրը երբեք այլևս չի գտնվիր, քանի որ այդ ժամանակ 55,000 այդուն գար, հիմա հազիվ 6-7,000 գա, կրգին գիտակ Հալեբը կանտելու աշխատանք կդանին նորեն խլրդումներ գա, դուք այդ բանը գիտեք, այ փոքր տարիքես 6-7 տարեկանից կնստեի, մեծահասակներուն համար սուրճ գեփեի գյուղասիրեի եւ ինչպիսի հայկականություն գար Ադիգակ փոքր խոսքի վերնադուն էր այո փոքր վերնադուն էր հորս տբարանը որտեղ Հալեբի քրոները թափմանիչները կորձիչները գանտիբեին շաբաթը 1-2 անգամ գիշերը ժամը 7-ին հետո երբ որ հայրս արդեն կորձեն կգաններ եւ ես այդ ժողովներուն ներկա գլայի պատկերացրեք 10-11 տարի եւ վաու ինչպիսի նյութերու ականատես եղած եմ այ 6 տարեկանից մատղաշ մատներով հավաքած եմ Հալեբի Լազար Նաջարյան Քալուս Գյուլբենկյան հսկա դբրոցի դարեկիրքի թերթիկները հավաքած եմ եւ բարոն Հայկ Բարիգյանը ողորմի հոգուն ինքն էր խմբակիրը ցերկը ուսից զառնելով ասա որ աստաղան քիրքի մեջ աբակա գխոստանա այո զարմանալի չէր քանի որ ես արդեն մխրջված էի փոքր տարիքից քիրքը այնքան սիրած եմ Դիգին Արաքսի այսօր իմ գրադարանս իմ համեստ գրադարանս ավելի քան 7400 հատոր քիրք է 8 վաու լեզուներով այո եւ գրծած եմ իմ ուսուցիչներուս իմ ընկերներուս իմ բարեկամներուս որոնք շատ լավ գրադարաններ ունեին իրենց չրածը ես ամբողջացուցի վերջին 25 տարիներուն նվիրած եմ 18000 քիրք է ավելի 18000 վաու քիրք Անշուշտ adոնց մեծ մասին փաստաթուղթեր ունիմ, քանի որ շատերու կողմէ անշուշտ անհավատալի է, քանի օքի երեսից ասած են, որ չի գնալ լալատկան գիտնվիրես, այդ պատճառով փաստաթուղթեր հավաքած եմ, ունիմ բավական փաստաթուղթեր։ Ուրեմն դնորենութենեն հետո մեր դպարանը փակվեցավ 92 թվականին 44-45 տարի թիմանալի հետո հայրս էլ արդեն մեծած էր 93 թվականի հոկտեմբերին
եղբայրս հրավիրեց Ամերիկա, Okay, օրինավոր Ամերիկային առաջին հարցումս պիտի ըլլա ինչու Հայաստան որոշեցիք լեզվի դարբերությունը ըլլալով որ հոն արևելյան է եւ Եվրոպա ասենք մենք Լիբանան կամ Սուրիա ասենք արևմտային է։ մտահայերեն է լավ ինչու Այո։ անդեղ ուզեցիք երթալ եւ հոն Ուրեմն ես միտք ունեի Բեյրութի Հայգազյան համալսարան երթալ, այդ ժամանակ համալսարան չէր, հայագիտությունը սատեղ այ շարունակելու։ այո Եթե գիտեք 82 թվականին Իսրայելը հարձակեցավ եւ ես ասի որ այդպիսի նոր զինվորությունն դուրս պիտի գայ արդեն քանի ամիս մնացած էր այդ խնդիրներում մեջ չեմ ուզեր մտնալ լավագույն դեղը Հայաստան երթալ է եւ հայրս քաչալերեց ուսուցիչս քաչալերեց ասա որ քո հայերենը շատ լավ է դու գրնաս դիմանալ եւ կացի շարունակեցի եւ մագիստրատուրա արի MA արի հայագիտ մանկավարժության եւ քրագանակիտության մեջ ասի տարիներու Հայաստանի մեջ ընթացքում Հայաստանի Հայաստանի մեջ մեջ այո այո լավ տարիներու ինչպես ընթացքում ընդունվեցաք դուք սպուրկահայմը հայ քիրիմը քրագանությունը ուսանելու հայրենիքի մեջը ադիգա ես քիչ գուզեմ գիտնալ այո մեմ այո մարտա ես գուզեմ գիտնալ ինչպես որ ասի քիչ առաջ քանի որ ես մեծած էի ատմտնոլորտի մեջ եւ հայերենս շատ լավ էր բարոն Հայկ Բարիգյանն ալ ինձի պետք եղած թելադրությունները տվավ ես քննություն անցուցի այդտեղ այո ուղղակի քննություն անցուցի թե թելադրություն, ուղղակրություն, թե խոսք, թե ընթերցանություն եւ ես անցամ ճուզեցի մի անգամին առաջին դասարան լսել համալսարան նախապատրաստական լսեցա ինչու ես կրնայի առաջին լսել իրեն գսին ինձ ես ուզեցի նախապատրաստական լսել քանի որ 3 տարի հայերենի հետ համարյա կապ չէի ունեցած չնայած երբեմն արիտ կլար զինվորության մեջ քիրք կարդալու, բայց գնախնդրեի արաբերեն կարդալ, քանի որ արաբերենը շատ կսիրեմ եւ արաբերենի մեջ շատ լավ եմ, արաբերենի հայերեն, հայերենի արաբերեն կթարգմանեմ, ունիմ թարգմանչական աշխատանք եւ այդ ծևով ընդունվեցա։ Ուրեմն մասնակցությունս քրագանակետ մանկավարժ է, բայց ես վերջին 20-25 տարին ինքնաշխատությամբ քիրքեր հրատարակելով կգոչվի նաեւ մատենակետ եւ պատմապան։ Մատենակցության մեջ ունիմ 6 հադոր, պատմության մեջ ունիմ հաստափոր հադորը, կրնամ այստեղ են ցույց տալ, գողքս դրած եմ որբեսի ցույց տամ 720 էջ մինչև այսօր յուրահատուկ գիրք մնաց այս գիրքը վաու միջազգային պատմություն, ժամանակակրթություն 720 էջ մինչև այսօր այսպիսի գիրք չի գա ասիգա պատճառներն մեկ եղավ որ այս գիրքի հիման վրա մի քանի բադվոքիր եւ շնորհակալակիր ստանամ Հայաստանեն գծավի մսելով որ դակավին սպիրկը այդ կարողականությունը ունի ճիշտ ծևով իր քրոները իր կորզիչները քննադելու երբեմն կքննադեն բայց ինչպես որ հայաստանցիները գցեն ԽԶՊ պետք է լա խնամի ցանոթ բարեկամ ես ալ չեմ սիրել խնամի ցանոթ բարեկամ դնել մեջը եւ որ աշխատանքս կա 2015-ին ասեմ այստեղ եկա Ամերիկա լեզուն ատկան խնդիր չէր, բայց դժբախտաբար ինչպես քիչ առաջ ասի, քանի որ հոկտեմբերին, նոյեմբերին վիզան հասավ ինձի, եւ որ եկա դպրոցները արդեն սկսած էին։ արդեն սկսած էր Բայց որբեսի ժամանակ չգործընծնեմ, մի քանի ամիս շրջապատին ծանոթանալ, անգլերենս վերամշակել, զորացնել, 4 տարի աշխատեցա Մասիս շաբաթաթերթի մեջ, վերջին տարին Մասիս շաբաթաթերթի հետ միասին Հովսեփյան Փեսադինայի Ալֆրեդ եւ Մարգարիտ Հովսեփյան դպրոցի մեջ հայերեն նյութերով պատասխանատուն էի 4 կամ 5 տարի այդտեղ մնացի հետո քույրերու վարժարանը աշխատեցա հետո Սահակ Մեսով ասկային վարժարանը աշխատեցա քրիստոնյա վարժարանը հետո վերջավորության Մաշտոց քոլեջ անունով քոլեջ ունեինք միակ հայկական քոլեջն էր մեր շրջանի մեջ 4 տարի Մաշտոց քոլեջի մեջ աշխատեցա դժբախտաբար COVID-ի պատճառով դատանումներ ունեցանք եւ մեր ղեկավարը դոկտոր Գարվից Տերեյան COVID-ի հետևանքով մահացավ 1.5 տարի հետո քոլեջը փակվեցավ մինչ այդ քոլեջի աջակցությամբ ընկերներու բարեկամներու բանով բարոն Արսրուն Ալեքսանյանը իմ գործունեությանս 35-ամյակի արիթով քիրք հրատարակեց հայ մշակույթի նվիրյալը 2015 թվականին վաու
այո, Լոս Այս Անջելես, գիրքը նվիրված է իմ գործունեությանը 35-ամյակին։ Համեստորեն անցյալ դարի դոկտոր Զինայդա Բալայանը ուրիշ մը գրեց իմ գործունեությանս 45-ամյակին։ քիչ փոփուլուկ, Այս ալ այո, քիչ ֆլուգը լագորի այո, չպետք է անեմ փնտրել։ Այս մեկը շնորհանդեսը դեղի ունեցավ Հայաստան Իսահակյան քրատարանի մեջ։ Ես ընդհանրապես վերջին շրջանին քիրքերս Հայաստան կդբակրեմ, քանի որ ոչ թե միայն աժան է ասելով, ես ուրիշներուն կփապակիմ օրինակ ծառայել, որ եթե գրնաս քոնե քիրքերուդ որոշ տոկոսը բերել այստեղ, այո։ ուրեմն Հայաստան դբե թե Հայաստանի մեջ կորց գնես եւ թե քիրքերդ կնվիրես Թե մարդիկ ագ կզանա։ քաչալերես կանցերուն որ կորձը լա իրեն։ Այո, այո։ Այդ պատճառով վերջին քիրքերուս մեծամասնությունը դպակրած են Երևան մայրաքաղաքի մեջ։ Այո, այո, Ուրեմն վերջինը Գոմիդասն էր, անցյալ տարի Գոմիդաս հադնդիր գազմեց եւ խմբակրեց Հովսեփ Նալբանդյան։ Ինչու ֆլուի է, չեմ գիտեր ինչու։ ֆլուգուդագոր չեմ գիտեր։ Իջիկ հերույով գեցուրնայինք, ավելի հերու իրեն, հերու նորեն ֆլուի է։ Ֆլուի է։ Պետք է ֆլուգուդա, բայց Չէ, ֆլուգուդագոր։ այո, Ուրեմն Գոմիդասը իմ սրտից պարտ կներ, ինչպես որ քիչ առաջացի, ես երաժշտական գրթություն ալունիմ։ Իմիջայլոց ես կպատկանիմ Նալբանդյան երաժշտական դողումին, որոնք Եթովպիայի մեջ հիմնված են, մեծ հայրսալ դեր Կարապետ ավագ քահանա Նալբանդյան նշանավոր ծիսակետ եկեղեցական ծիսագիտության մասնակետ, այդ մասին գրած է, խոսած է, իրեն մեծ եղբայրը Քևորգ Նալբանդյանը Հալեբի մեջ էր 24 թվականին բեդությունը ֆրանսական բեդությունը հալածեց 2-3 եղբայրով Երուսաղեմ երթան շատ հետաքրքրական պատկեր է այս մեկը այո, եւ որ Երուսաղեմ երթան Քևորգ Նալբանդյանը այդտեղի 40 հոգինոց որբերու խմբավարը եւ ղեկավարը գտանա շատ երաժշտասեր երաժշտակետ երաժշտահան մարդ եղած է Քևորգ Նալբանդյանը ինքն է 5 անձերեն մեկը որ Հալեբի Գիլիքյան ջեմարանը հիմնեցին 1921-ին Արտագարկ կորձիչ մարդ եղած է, մեծ հորս, մեծ եղբայրն է։ Ուրեմն այդ նույն շրջանին հաջորդող քանի ամիսներուն Եթովպիայի գայսր Հայլա Սիլասին Երուսաղեմ գուկա ուխտի որպես քրիստոնյա։ Եվ երբ իրեն արչև այս փոքրիկները ելույթ կունենան, այնքան գահավնի խմբավարը եւ փոքրիկները բոլորին Ադիս Աբաբա կհրավիրե եւ Ադիս Աբաբա կդանի։ Եվ օ, Քևորգ Նալբանդյան իր երկու եղբայրները հետո կհրավիրե Ադիս Աբաբա եւ իրենք այդտեղ 1960-ականներուն առաջին անգամը լալով երաժշտանոց շինեցին, գազմեցին կոնսերվատորիա Նալբանդյան եղբայրները եթովպական երաժշտությունը մագարտակը բարձրացուցին եւ ես համեստորեն կպատկանիմ Նալբանդյան երաժշտական դողմին, ովքեր որոնք ուզեն գարթալ իրենց մասին ով է հայեր երկու հադոր հանրակիդարան գա երկրորդ հանրակիդարանին H200-ի վրա գրնան գարտար Նալբանդյան երաժշտական դողմի մասին օ, ադիգա լավ նշան է, լավ է։ Համեստորենի մասիսալ երկու հանրակիդարաններու մեջ արդեն դպված է երրորդ հանրակիդարանի մեջ այս տարի դպվի չորրորդ հանրակիդարանի մեջ հաջորդ տարի դպվի Հայաստանի մեջ մեր դիդողներուն ասեմ եւ ագընթիրներուն ասեմ որ Հայաստանի մեջ այս տարվան է սկսյալ երկար բացակայությունի հետո առաջին անգամ լալով ինչպես British Encyclopedia-ն գա այդ ծևով հայկական նոր հանրակիդարան կստեղծվի վրան սովետական բարի չկա, աչ չկա, ան չկա եւ ես խնդրած եմ խմբակիրեն որ օդար բարեր քիչ թողլա մեջը սկուշ ըլլան օդար բարերուն կամ եթե օդար բարը պիտի քրվի գողքը փակակիցի մեջ հայկական բարը քրվի Այո, եւ գհուսակ որ այս նոր հանրակիդարանը մեր պատանիներուն երդասարտներուն սամ, գվոքեվորի այո, այո, որբեսի նոր որբեսի սերունդին, ուզեն քիրք կար նոր սերունդին, այո այո։ ուզեն քիրք կար Մինչև այսօրս քանի քիրք դբաձեք եւ ինչ է նպատակը այս քիրքերուն։ այո շատ չէ ընդամենը 36 հատոր քիրք է
37-րդին եւ Մինչև այսօրս 38-րդի վրա աշխատում։ ես ավելի Մինչև այսօր կգարտեի, բայց, հա, 36 հատոր գիրք, որուն էջերուն թիվը դինարաքսի 12,000 մոտավորապես 300 էջ է։ okay, այո, Այսինքն, այսօր համար։ այսինքն եթե 200 էջը վաշվեց 61 գիրք կնե։ 61 գիրք։ Ինչպես որ քիչ առաջ ցույց տվի, ես շատ հաստափոր գիրքեր ունիմ, հատոնցմե մեկը գլուխ գործոցները մեկն է, որում վրա ստացած եմ ոսկե մեդալ Սփյուռքի նախարարությունեն, Մեսրոպ Մաշտոց մեծասկանչը Այո, 687 էջ, այս գիրքը անկերազանցելի մնաց, այս գիրքի մեջ կա թե հայերու, թե օդարներու, մեր քիրին Մեսրոպ Մաշտոցի մասին գրված բանաստեղծություններ, արձակ գործեր, ես ալ իմ բանաստեղծությունս եւ քրությունս ունիմ մեջը, ուրեմն հետեւյալ գերբ է, շատ արագ ձևով եմ, որ չմանրամասնեմ։ այո, Առաջին 6 հատորներս իր տեսակի մեջ մինչև այսօր յուրահատուկ են, հանրագիտարան է, լույս, հանրագիտարան, 6 հատոր, 2062 էջ։ Այս հանրագիտարանները առաջին անգամը լալով մանավանդ 5 եւ 6-ը ամեն մեկը դպակրվեցավ 3000 դպականով Հայաստանի մեջ։ Քունավոր դպակրություն, քիրքի մեջ կա 16 էջ քունավոր դպակրություն։ բայց Հետո որքանով գրծակ ադոնք ձախել կամ հասույթ ունենալ, ոչ թե չգրծակ։ Ադոնց ընդամենը 10-15% ծախած եմ, 60-70% նվիրած եմ առաջին անգամ լալով սպիրկահայ մասնակետը Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցներուն կնվիրել լույս 5 եւ 6 հատորները առաջին անգամ լալով։ Անշուշտ փաստաթուղթերն ունիմ, դժբախտաբար այսօր Արցախը չի գա եւ իմ նվիրած հարյուրավոր քիրքերս իմ երեներս եւ այլն ամեն ինչը գնաց դժբախտաբար Գացան։ ծախեցինք Այո։ ծախեցինք Լավ, ուրեմն հարցումս լավ։ Եվ որ ատկան բավական քիրքեր ունիք եւ չեք սպարած բոլորը գրեթե։ Լավ, չգրցակ ընկերությունը կամ կոմպանիը դեղը որ գարենա քեզ մե առնել եւ ինքը ծախել, ինչպես Amazon-ի պես, քիցակ այ դեղեր, դու պորսանտաժ մգարնեք, մնացածը իրենք կվստահեն իրենց մով ամեն ինչ ծախել։ Ադիգա չերը լար, կանթե դուն այդ մնար։ մասին ես հիմա պիտի այդ Այո, մասին պիտի ասի հիմա դու հրապեցեք։ նախեցիկ 2010 թվականին Այո, Զարգացորի մեջ Երգորիա համակումարի հրավիրված էի, այո, որտեղ պիտի որոշեինք բոլորս միասին մեկ տեսակ 7-րդ դասարանը մինչև 13-րդ դասարան մեկ տեսակ միացյալ արևմտահայերեն դասական ուղղությամբ քիրք։ Անշուշտ ես թեմ էի, քանի որ չի գնար այդպիսի բան մնալ, Լիբանանի հայկական դպրոցները, Լիբանանի միջավայրը դարբեր է, Սուրիան դարբեր է, Կանադան դարբեր է, Ամերիկան դարբեր է, նույն քիրքը չեն գնար գործածել։ Ես այդ ելույթից մեջ հետևյալը առաջարկեցի, արդեն 15 տարի անցավ, որ Հայաստանի մեջ պետք է ստեղծվի այդպիսի հրատարակչական մեծ մարմինը, որուն 51%-ը անհատներու միջ դրամով պետք է լա, 49%-ը պետությունը պետք է օ, ինքը այո, մասնակից դառնա։ հասկացա, այո, Եվ այս շիկար, հրատարակչական ընկերությունը Հայաստանի մեջ տված քիրքերը դուրսը ծրվե, ծախե, Սփյուռքի մեջ տվածները Հայաստան եւ Սփյուռքի դարբեր քաղաքները։ Դժբախտաբար իմ դված ծրագիրս բավական մեծ էր եւ գումարը մոտավորապես 180-200 միլիոն դոլար էր այդ ժամանակ, այսօրվա գումարով 400 միլիոն գնե։ Չգրցան անել, մաս մնալ չուզեցին անել, քանի որ լուրջ, չափազանց լուրջ աշխատանք է։ Այս աշխատանքի հիմքը կգայանա այն բանի մեջ, որ ես առաջարկած էի, որ մենք միշտ կքննքադենք ինչու մեր մասին շատերը չեն գիտեր բան, ինչու մեր մասին պիտի գիտնան եւ որ մենք աշխարհին մեր մասին համաբարփակ լուրջ աշխատանքով չենք ծանոթացած։ Հետևյալ կերպ այո, անգլերենը ծանոթ ենք, կան անգլիակիր հայ քրոներ, որոնք արդեն խոսած են մեր այո, մասին եւ այլն եւ այլն։ Բայց պորտուգալերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, ֆրանսերեն ալգա բայց քիչ։ Իմ ասածս այս հետևյալ ամենաշատ կորզածվող լեզուներու համար հայերենի մասին այսպես 700-800 էջանոց համաբարփակ քիրքը սկիզբը հայոց պատմություն տվյալներով, փաստերով, մեջտեղը քրագանություն,
վերջավորության մշակույթ եւ ասիգա լուրջ աշխատանք ցախել չի գա այս գիրքը։ Այս Այ, գիրքը պիտի օրինակի համար Պորտուգալի եւ Բրազիլի համար մի քանի տասնյակ հազար պետք է հրատարակվի եւ պիտի բաժնվի համալսարաններուն, դասախոսներուն, տեսփանություններուն, այսպիսի լուրջ համաբարփակ աշխատանք։ Դժբախտաբար դերի չունեցավ եւ նորեն մենք այսօր նույն բանը գսենք, ինչու աշխարհը մեզի ճանաչնար, մենք հին ենք, այս ենք, այդ ենք, դժբախտաբար ադուր մեջ կմտնա բորոդախոսությունը, մեր ասկային ինքնահավանությունը, որ մեզի քանթած է եւ գշարունակի քանթել եւ մենք դակավին այդ մագարտագին չենք հասած, որ ինքնակննադատությամբ լուրջ աշխատանքով մանավանդ մասնակիցները գիտնան թե այսպես շարունակել կարելի չէ։ այ, այո, զարմանալի, բայց լավ, հիմա ինքը դժվար է խոսիլը հարցնելը մեր հայ մշակույթը, հայ համայնքը արդյոք չգրցավ օգտակարը լալցեզի ծեր քիրքերու Ուրեմն զանոթացնել քիչ կամ այո, քիչ առաջ հիմա ասեմ, որ մնացյալ քիրքերս ինչ են նորեն, հետո անցնեմ այս ծեր հարցումի պատասխանին։ Ասինք սկիզբը 6 հատոր հարակիդարաններ լույս, հետո 6 քիրք մատենակիտություն, ամբողջ սպիրկի մեջ իր ապրած երկրին առաջին հայ քիրքերու մատենակիտությունը ես ստեղծած եմ եւ այդ քիրքը 3 անգամ հրատարակված է վերամշակած եմ, վերջին հրատարակած եմ 2015-ին։ Վերջին մատենակիտական աշխատանքս այս մեկն է եւ հայկական բարաններն են, սպիրկահայ քրող հրատարակիչներ, այս մեկն է եւ հայկական բարաններ։ 6 հատոր մատենակիտություն ունիմ։ Ուրեմն, ատկեպացի ունիմ 3 հատոր երաժշտության նվիրված գիրք, այստեղը մեկը գա, դերած եմ միջազգային դասական երաժշտության պատմություն, 3 գիրք 4 հատոր պատմվածքներու ժողովածուներ, որում մեջ կան իմ պատմվածքներից եւ բազմաթիվ հայ կրոներու, բոլորը դասական ուղղությամբ։ Սպիրկահայ պատմված գիրքը ստեղծած եմ ծայրեծայր դասական ուղղությամբ, նույնիսկ եթե մեջը արևելահայերեն քրոներ կան, իրենց ես հերացանած եմ, թույլտվություն վերցած եմ, որ իրենց պատմվածքը պիտի իջնա լեզուն չի փոխվիր, ուղղությունը դասական ուղղությամբ։ Ունիմ միևնույն ժամանակ պատկերացրեք հերիսայի պատմության հարցով ստեղծեցի գերագուրներու համառոտ պատմություն փոքրիկ գիրքս 104 էջերով բաղկացած, այստեղ գերագուր երբել չեմ սորվեցնել, բայց ամբողջ գերագուրներու պատմությունը գուտամ, բացատրելով, որ հերիսան հայկական չէ, հերասապարն է արաբերեն, կնշանակի զարնելով ջզմել, այդ նույն ջաշը մենք արած ենք թե փարը, թե ջաշատեսակը արաբներեն։ Այդ մասին գրած է, պատկերացրեք 10-րդ դարուն 940 թվականին Սայար al-Վարակ նշանավոր խոհարարը Էլ-Թաբիխ անունով գիրքը, որ ես ունիմ մոդս, բան ունիմ, դիջիտայզ ունիմ, ես այդ գիրքը ծայրեծայր ուսումնասիրած եմ Դիգեն Արաքսի, պատկերացրեք այդ գիրքի մեջ կա 600 տեսակ ջաշ։ 600 Վաու, որուն 50-րդ գլուխը հերիսայի մասին կխոսի, 4 տեսակ հերիսայի մասին։ Ասկիրքին նպատակը ծրագիր ուրդելը մեջտեղ եկավ, հավանաբար լսած եք, 2010 թվականին թուրքերը հերիսան որպես թրքական ջաշ հալիսա լյով ռին փոխարեն լ բանի մշակութային United Nation-ի ասկերու միության մեջ մշակութային որպես իրենց ասկային ջաշը Ես ադիգա որ գարտացի եւ լսեցի 2011-ին չափազանց զայրացա, ասի ես ասոր պատասխանը բիդամ, դարիներու ընթացքին եւ որ միշտ քիրքերը արկել եղան եւ այլն, հետացիկվեցավ մինչեւ 2 տարի առաջ արդեն նյութերը հավաքած էի եւ այլն եւ գրծա հրադարագել։ Անշուշտ ունիմ շատ յուրահատուկ ուրիշ քիրքը, որ Մաշտոց քոլեջի մեջ այս խաղապարը հղացա, արևմտահայ եւ սպիրկահայ գին քրոներ Սկանչելի հադոր որ սրա նմանը չի գա, ես եմ առաջին ստեղծողը, ունիմ հայոց լեզու, ունիմ նոր գիրք անցյալ տարի հանեցի ուղղակցության նյութերու ժողովածու ուղղակրական բարարան դպրոցներու համար, որում մեջ առաջին անգամ լալով, առաջին բաժինը արևմտահայերեն դասական ուղղակցությամբ, հետո արևելահայերեն արտի ուղղակցությամբ, բարարանը
Ուղղակրական պարարանը 4600 պար ծայրեծար տասական ուղղակրությամբ, ուրեմն այս քիրքերս ասոնք են, ինչ կվերապերի ծեր քիչ առաջվա ասածին, ես կցավիմ ասելու, որ Լոս Անջելեսի մեջ ժամանակին ունեինք 3 քրախանութ, հիմա ունենք միայն 2 քրախանութ, քրախանութ հաջախողներուն թիվը 0.01% է, այսինքն նույնիսկ կես տոկոս աչե, կես տոկոս են բագաս, Շփախտապար։ ասիկա նոր չէ, այո, դժբախտաբար, ասի նոր չէ սկսած, 15 տարի առաջ էլ այսպես էր, ովքեր որոնք կգարձեն, որ այս անդեր հերախոսներուն պատճառով այդպես է, ոչ, մեր գծավի մսելու, որ մեր ասկային արժեքներուն մշակույթին հանդեպ ունեցած անհոգությունը, անդարբերությունը քակատին հասած է արդեն։ Պատկերացրեք, եթե ասեմ ցեզի հիմա բիզարմանակ լսողներն ա բիզարմանան, վերջին 25 տարին հայկական ամենօրյա դպրոց ավարտած են այստեղ ավելի քան 3000 հայ աշակերտ։ Այո, Մեկ հատ աշակերտ չի գա, որ մեկ հատ իր մե հոտված մը տեսնանք։ Մեկ հատ, մեկ հոգի չի գա։ Երկու հոգի կճանչնան, որոնք անգլերեն գրած են, անգլերեն դարբեր թերթերում մեջ, բայց հայերեն հայկական ամենօրյա դպրոց ավարտողի մասին է խոսքը, մինչև 13-րդ դասարան մանկութեն են, մինչև 13-րդ դասարան։ Այդ դժբախտաբար պատանիները այսօր, ինչպես որ դուք լավ գիտեք, այս փչիչայինի հիվանդակին, հոգեբանական հիվանդակին վիճակի մեջ են, կարծելով որ ամեն ինչ կա, ամեն ինչ չի գա եւ ամեն ինչ պիտի չլա, օրինակ մը Հովսեփ Նալբանդյանի 12000 մոտավորապես 300 էջերը չիգան մտնալով մեկի չի գնար փանալ եւ գարտալ։ Ինչու? Ոչ թե ես իմ քիրքերս ավելի արժեք տալու արծ է, ոչ, ժողովրդի մեծ մասը չի գիտեր, այստեղ ISBN 13 թիվերով հրադարակչական իրավունք կա, հրադարակչական իրավունքը ինձի կպատկանի, այսինքն եթե օրինակ գրնալալ քիչ հարցնեիք, որ ինչու համացանցի մեջ չես իջեցներ կոդ տնելով բան, արդեն դուք լավ գիտեք, որ կոդը շատ կոդը թույլ է գնամ բանել, փանալ, այո։ $50 լավագույն կոդը Այո, կփանան, այո։ Ադիգա եւ ինչու չեն իջեցնել, որովհետեւ քիչ թե շատ կարողանանք ծախել, եթե չծախվեցավ շատ մքիրքեր ես սիրահոժար կնվիրեմ, ատկան քիչ նվիրած եմ, նորեն պիտի նվիրեմ։ Ինչու, որովհետեւ գարթան, որովհետեւ սկան, որ իրական քիչ գարթալը տարբեր բան է։ Այո։ Ինչ մարտահրավերներ ստացած եք լա սպյուրքեն կամ լա հայրենիքեն։ Մարդահրավերները մշակույթը պաշտպանելու հետ միասին այն է, որ տարիները ի վեր կպայքարին, դուք լավ գիտեք, մինչև Սփյուռքի նախարարության Փակվիլը ես Սփյուռքի նախարարության ամենամեծ աջակիցներն մեկն էի, զինագիցներն մեկն էի, այստեղ լուրջ աշխատանքներ կդանեինք, Դիգեներանուշ Հակոբյանը ինձ հետ միասին այդ հարցի մեջ շատ լավ գիտեր այդ դժբախտաբար նախարարություն չի մնաց, անշուշտ հանձնագետարությունը նույն բանը չէ, ինչ որ նախարարությունն է, բոլորովին տարբեր բաներ են, Այո, դուք լավ գիտեք, լսողներն գիտեն, մագարտակը իջավ, մարտահրավերներն հիմնականը այն է, որ մենք այստեղ ընդհանուր առմամբ Սփյուռքի մեջ Կանադա վերջին շրջաններում չեմ կարծեր դպրոց փակվեցավ, եղած դպրոցները մեկ դպրոց փակվեցավ, Տորոնտոյի մեջ մեկ դպրոց փակվեցավ կարծեմ, ուրեմն դիգին արաքսի, վերջին 45 տարին Սփյուռքի մեջ փակած ենք ավելի քան 232 ամենօրյա դպրոց, վաու, 232 հսկայական թիվ է, եւ ես իմ հոդվածներուս, դասախոսություններուս մեջ միշտ գտնած եմ եւ ասած եմ, մենք այս փակված դպրոցներում 10%-ը ետ կրնանք փանալ, չենք կրնար փանալ, այո, չենք կրնար, քանի որ նախ ամենաառաջ 20-25 տարվա առաջվա փակված դպրոցին արժեքը կնային բոլորովին դարբեր է, այսօր դարբեր է, երկրորդ դպրոց փանալը ասկային բարդականություն է, բարդավորվածություն է, լուրջ աշխատանք է, շատ լուրջ աշխատանք է, եկեղեցի նման չէ, եկեղեցի շաբաթը մի անգամ